Ժողովուրդը գրում է. դատական համակարգում դժգոհության նորալիք է հասունանում եւ չի բացառվում, որ իրավիճակը հասնի գործադուլի։ Թերթը գրեթե բոլոր դատարաններից ստացել է ահազանգներ։ Դատավորների օգնականները, գործավարները եւ նիստերի քարտուղարները հայտնում են, որ գործող ծանրաբեռնվածությամբ անհնար է աշխատել ցածր աշխատավարձով ու որ նրանք այլևս չեն պատրաստվում լռել։ Հրապարակը գրում է. նոյեմբերի 30-ին կավարտվի ՔՊ ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը։ Թերթին ասել են, որ արդեն մի քանի տասնյակ թեկնածուներ են առաջադրվել, որոնց մեջ շարքային կուսակցականներ էլ կան։ Օրինակ իշխանական կայքի երբեմնի լրագրող Դավիթ Լևոնյանը, որը Բաքրատ Սրբազանի հասցեին կեղծ մեղադրանքներ էր հնչեցրել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ երեք թերթի հարցին պատասխանել է, որ դեռ չի շտապում առաջադրվել։ Մելքոնյանն ասել է. «Ես դեռ մտածում եմ, դեռ շատ ժամանակ ունեմ»։ Ավելի ուշ թերթին ասել են, որ Մելքոնյանը նախ ՔՊ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, որ 1.5 միլիոն դրամի փոխարեն 500,000 վճարի իր թեկնածությունը գրանցելու համար։ Ինչպես հայտնի է, ՔՊ ընտրացուցակի թեկնածուները պարտադիր պետք է մուծվեն։ ՔՊ անդամները 500,000, ոչ անդամները 1.5 միլիոն դրամ։ Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում թե կուսակցության անդամները պետք է խրախուսվեն, ի տարբերություն իրենց թիմին չմիացածների։ Ասել են, որ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էլ է ՔՊ-ական դարձել ու առաջադրվել, իսկ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանը չեն առաջադրվել։ Հրապարակը գրում է. ՔՊ վարչությունն առաջիկա օրերին կորոշի, թե ինչ սկզբունքով է տեղի ունենալու պատգամավորության թեկնածուների ընտրությունը։ Նրանց ընտրելու են ՔՊ արտահերթ համագումարում, որն ամենայն հավանականությամբ կհրավիրեն մարտի վերջերին։ Նախնական քննարկումներն այն մասին են, որ դիցուք 200 թեկնածուից ընտրիչներն ընտրելու հնարավորություն կտան 30 հոգու։ Այսինքն ամեն ընտրիչ այդ ցուցակից կարող է 30 հոգու ընտրել։ Ընտրության արդյունքներով էլ կկազմվի ցուցակը ըստ ձայների քանակի։ Իշխող թիմում քննարկում են նաև պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ցուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի լինեն լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ եւ այլ մասնագիտության մարդիկ։ Հրապարակը գրում է. ՔՊ խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանը առաջադրել է իր թեկնածությունը ՔՊ խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Ասում են ՔՊ-ում շատերը շոկի մեջ են, որ նա առաջադրվել է ֆրակցիայի ղեկավարի երաշխավորությամբ։ Հայտնի է, որ Քոչարյանն անկուսակցական է իշխող ֆրակցիայում, իսկ ՔՊ սահմանած խաղի կանոններով անկուսակցականները պետք է վարչության անդամներից մեկի երաշխավորությամբ առաջադրվեն։ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը։ Ժողովրդի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատում հայտնել է, որ արդեն սրբազանների մի խումբ է ձևավորվել, որն աշխատում է ի օգուտ իրենց ու քայլերի պլան է մշակվում։ Սրբազանները հոգևորականների ներքին քննարկումների ժամանակ պետք է անընդհատ խոսեն կաթողիկոսի շրջապատի մարդկանց մասին, նրանց պատճառով սկսված եկեղեցական արշավի ու առաջիկա ճնշումների մասին։ Դրանք պետք է ազդեն, որպեսզի կաթողիկոսի շուրջ ներսում բունտ հասունանա ու նա որոշի լքել վեհարանը։ Ժողովուրդը գրում է. Ամանորյա զարդարանքները քաղաքին հաղորդում են ուրախություն ու ջերմություն, սակայն դրանց արժեքը պետական բյուջեի համար հասնում է միլիոնների, երբեմն էլ միլիարդների։ Թերթը հետաքրքրվել է, թե որքան է արժենալու ամանորյա ձևավորումն ու ինչ բեռ է այն դառնալու Հայաստանի Հանրապետության բյուջեի համար։ Քաղաքապետարանը պատասխանելով հարցմանը հայտնել է, որ Երևանի քաղաքային իշխանությունները ամանորի տոնական նախապատրաստությունների համար նախատեսում են ծախսել 952 միլիոն 645 հազար դրամ, գրեթե 1 միլիարդ դրամ կամ գրեթե 2 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլար։